գնացին հարստվողները, հա։ Ես չէի Տիկին Ավանեսյան, դուք Facebook-ում արշավեցիք, գործում եք մարդկանց տեղեկացնել ապահովության մասին, հապատետին, բայց պարզվում է ձեր հրապարակած տեսանյութերից գոնե ինձ համար պարզ դարձավ, որ փաթեթը ձեռք բերելով ամբողջ ծավալից չեն կարողանում քաղաքացիները օգտվել։ Հիմա դա որքանով է ճիշտ վճարել եւ հարկ եղած դեպքում կոնկրետ ծառայություն չստանալու։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ապահովագրական փաթեթները իրենք որոշակի ծառայությունների շրջանակ են ծածկում եւ որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություններ բաց չթողնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ հստակ լինի, թե որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու եւ այո, ճիշտ եք ասում, հանրային իրազեկման մասը մենք եւս շատ կարևորում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի, որ ինչպիսին է լինելու փաթեթը եւ այդ փաթեթում ես ձեզ վստահեցնում եմ, այն հիմնական բեռը, որ այսօր մեր ժողովուրդը կրում է եւ ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ որ կարիք ունի վիրահատություն ունենալու, դեղորայք գնելու, այս փաթեթը այդ բազային կարիքները բավարարելու է։ Այնինչ, գիտեք, ամեն օր բժշկագիտությունը զարգանում է եւ իհարկե կլինեն ծառայություններ, որոնք որ այս ապահովագրական փաթեթից դուրս կլինեն եւ սա կլինի հենց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ փակելու այդ հավելյալ ցանկությունները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Նարեկ ջան, եւ հարցին էլ ես օրինակ էի բերել, բայց կարծեմ մի փոքր շփոթություն կար, տպավորություն ստեղծեց, որ միայն այդ օրինակներն են, որ փակվելու են, դրանից դուրս բան չի փակվելու։ Ոչ, հստակ լինելու է ցանկ ծառայությունների եւ այդ ծառայությունները արդեն ներառված լինելով փաթեթի մեջ ապահովագրության կողմից փոխհատուցվելու են։ Դե գիտեք, որ աշխատանքները ընթանում են, թե ազգային ժողովում ենք ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում երևի 4 հանդիպում ենք ունեցել մեր ազգային ժողովի գործընկերների հետ, առաջիկայում էլ կունենանք եւս 1-2-ը եւ կառավարությունում ուրեմն արդեն այսպես նրանց հետ էլ ամբողջացնելուց հետո մեր դիտարկումն է, որ պիտի մտնի կառավարության նիստ։